Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր փետրվարի 12-ը նաև սա թվով մեր երկրորդ հաղորդումն է։ Այս հաղորդման անցկացման անհրաժեշտություն առաջացավ նրանից հետո, երբ որ ես տեսա, թե ինչ է իրականում կատարվում, թե ինչպես են դերերը բաժանվել Ռուսաստանում եւ ինչ հայտարարություններ են արվում։ Նախորդ հաղորդման մեջ մենք խոսանք, թե կարծես դրական հայտարարություններ են նկատվում, բայց հիմա լրիվ հակառակ պատկերը ունեցանք, ընդամենը մի քանի ժամ անց հապկից այնպիսի մի հայտարարություն է ստացվել, որը որ փաստացի սպառնալիք է, շատ լուրջ սպառնալիք է Հայաստանին եւ նաեւ ամբողջ հարավային Կովկասի երկրների համար, այսինքն նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի Զախարովան է հայտարարությամբ հանդես եկել, Օվերչուկը, տարբեր են այդ հայտարարությունների բանույթները։ Մենք խոսել էինք Պեսկովի հայտարարության մասին եւ հիմա տեսնում ենք, որ լրիվ այլ ոճի հայտարարություններ ունենք արդեն Ռուսաստանի Դաշնությունից։ Դե բնականաբար հապկից հնչող այդ հայտարարությունները հապկի այդ միասնական շտաբի գեներալի կողմից դա հստակ է, որ Ռուսաստանից հնչող հայտարարություն է։ Նաև ուզում եմ պատասխանել որոշ մարդկանց մեկնաբանություններին, ովքեր որ կարծում են, թե ես հավատում եմ Ռուսաստանի Դաշնությունից հնչող հայտարարություններին, զարմանում եմ այդ մարդկանց։ Դուք երևի լավ չեք լսում նորմալ հաղորդումը, եթե չեք նորմալ լսում, կարելի է մեկ անգամ եւս հետ տալ եւ լսել, ես չեմ հավատում Ռուսաստանից հնչող ոչ մի հայտարարության, ընդհանրապես տարբերվում եմ այն բոլոր վերլուծաբաններից, որոնք որ միայն կարող են վատը խոսել կամ միայն կարող են լավը խոսել։ Ես չեմ ցանկանում, որ Հայաստան արժանանա ոչ Վրաստանի ճակատագրին, ոչ Ուկրաինայի ճակատագրին։ Ռուսաստանի Դաշնության հետ պետք է շատ զգույշ եւ խելացի վարվել։ Դա է իմ ասածս, որպեսզի մենք չվնասենք ինքներս մեզ։ Այնինչ տեղի է ունենում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ Եվրամիության հետ, դա հրաշալի է, ուղղակի հրաշալի է, բայց հաշվի առնելով այդ երկրների դառը փորձը, մենք պետք է խելացի քաղաքականություն վարենք, թե չէ Ռուսաստանից հնչող հայտարարություններին հավատալու, չհավատալու ոչինչ չունեմ, կոնկրետ վերլուծում ենք այն, ինչ կա, ինչ արվում է։ Հիմա ես ցես կներկայացնեմ, թե ինչ հայտարարություն է եղել կոնկրետ հապկի կողմից։ Եվ սա նշանակում է, որ շատ ավելի բարդ է իրավիճակը, կոնկրետ շատ բարդ է այն առումով, որ դերեր են արդեն հստակ բաժանվել։ Ով ինչ է խոսելու։ Պեսկովը, ահա այդ ձև է խոսում։ Օվերչուկը մի փոքր այլ ձև է խոսում։ Զախարովան էլ է փորձել փապկել, բայց քանի որ միշտ ինքը շատ կոշտ կոպիտ հայտարարություններ է արել, չի ստացվում իր մոտ լիարժեք փափուկ հայտարարություններ անել։ Կամ նույն դեսպանը Ռուսաստանի Հայաստանում։ Այսինքն, երբ որ այդ բոլոր հայտարարությունները իրար միացնում ենք, ռուսը մի հատ խոսք ունի՝ կնոտ ի пряник։ Փաստացի կա շատ լուրջ սպառնալիք Ռուսաստանի այս հայտարարությունների մեջ։ Եվ հիմա ես ցես կներկայացնեմ, թե ինչ է ասում հապկը։ Հապկի միացյալ շտաբի պետ, գեներալ գնդապետ Անդրեյ Սերդյուկովը ասում է, որ արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչը մտահոգություններ է առաջացնում իրենց մոտ։ Նրա խոսքերով հարավային Կովկասում իրավիճակը բնութագրվում է հին չլուծված հակամարտությունների եւ նոր աշխարհաքաղաքական մարտահրավերների համադրության, որոնք պայմանավորված են տարածաշրջանում իր ազդեցությունն ամրապնդելու արևմուտքի փորձերով։ Սերդյուկովը նշում է, որ կազմակերպության պատասխանատվության գոտում, այսինքն իրանք ասում են, որ դա իրենց պատասխանատվության գոտին է։ Քանի որ Հայաստանը դուրս չի եկել հապկից, իրենք համարում են, որ դա իրենց պատասխանատվության գոտին է։ Ընդհանուր իրավիճակը մնում է լարված, ըստ իրենց պատասխանատվության գոտում։ Անկանխատեսելի է մնում իրավիճակը ըստ իրենց։ Եվ հաշվի առնելով միջազգային հարաբերությունների շարունակական վատթարացումը, հակամարտության հավանականության միայն աճ է գրանցվում։ Այսինքն ինչ է ասում այս պարոնը,
Հաստատի Ռուսաստանի հրահանգով այս գեներալը այսպիսի հայտարարություն անում։ ՀԱՊԿ ռազմաքաղաքական կազմակերպություն է։ Սա քաղաքական հայտարարություն է, որի մեջ որ կա ռազմական էլեմենտ։ Ասում է, որ մեր պատասխանատվության գոտում արևմուտքը ակտիվացել է, ինչը շատ վատ է, եւ այդտեղ կան չլուծված բազմաթիվ խնդիրներ։ Աշխարհակաղակական իրավիճակը բարդացել է, ասում է, եւ այդ չլուծված հակամարտությունները կարող են սրվել, իրավիճակը կարող է վատթարանալ եւ պայթել։ Սպառնալիքը ում է ուղղված։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հակամարտությունը գրեթե կարգավորված է։ Ճիշտ է, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել, բայց շատ կարևոր փաստաթուղթ է ստորագրվել Վաշինգտոնում օգոստոսի 8-ին։ Իրենք էլ շատ լավ գիտեն։ Այսինքն մենք բոլորս տեսնում ենք, որ հակամարտությունը լուծվում է։ Իրենց նախագահ Վլադիմիր Պուտինն էլ Դոնալդ Թրամփին հեռախոսազրույցի ժամանակ ասել է. այն ինչ ինձ չի հաջողվել տասնամյակների ընթացքում, հաջողվել է քեզ անել, Դոնալդ Թրամփ։ Իսկ ահա ՀԱՊԿ-ի անունով ահա այսպիսի հայտարարություններ են անում։ Պեսկովի անունով ասում են, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է։ Դեսպանի անունով ասում են, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է։ ՀԱՊԿ-ը Ռուսաստանը չէ, բաղը կասեն ՀԱՊԿ-ը Ռուսաստանը չէ։ ՀԱՊԿ-ը այդ բոլոր երկրները միասին են։ Ահա թե որտեղ է վտանգը թաքնված։ Իսկ Հայաստանը դերևս մնում է ՀԱՊԿ-ի անդամ, կամ ես մինչև այս պահը չտեսա նորմալ արձագանք Հայաստանի իշխանությունների կողմից։ Սա շատ լուրջ սպառնալիք եմ ես համարում, իրոք շատ լուրջ սպառնալիք եմ համարում եւ դրան պետք է միանշանակ արձագանքել։ Իսկ ինչ է ասում Օվերչուկը։ Օվերչուկը կարծես ընդհանրապես չի լսել ՀԱՊԿ-ից հնչած այդ հայտարարությունները եւ ասում է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի հետ բանակցությունները կսկսի հայկական երկաթուղիների հատվածների վերանորոգման վերաբերյալ Հայաստանից Ադրբեջան, Ադրբեջանից Թուրքիա, այսինքն ռուսները հիմա սկսելու են բանակցել Հայաստանի իշխանությունների հետ այդ երկաթուղու հատվածները վերանորոգելու համար։ Դրանից բացի ռուսները հույս ունեն, որ կբացվի նաև Աբխազիայով, Վրաստանով դեպի Հայաստան երթուղին։ Ես գրեթե համոզված եմ, որ Վրաստանի իշխանությունները չեն համաձայնվելու այդ ծրագրերին։ Բազմիցս նման հայտարարություն հնչել է Վրաստանի իշխանությունների կողմից, եւ այս հարցը այդ դիրքորոշումը ամփոփող է շատ երկար ժամանակ։ Այն ժամանակվանից, երբ Ռուսաստանը օկուպացրել է Աբխազիան Վրաստանից։ Իսկ ինչ է ասում տիկին Զախարովան։ Ինչպես նշեցի, Զախարովային կարող է հրահանգվել մի փոքր մեղմ լինել, բայց իր մոտ շատ չի ստացվում, նկատվում է, այսինքն փորձում են դիվանագիտական հայտարարություններ անել, բայց տակից երևում է, որ ինչ որ բան այն չէ։ Նա ասում է, որ Հայաստանը ազատ է համագործակցել ցանկացած գործընկերոջ հետ, սակայն ամերիկյան միջուկային տեխնոլոգիաների ընտրությունը հարց է առաջացնում։ Զախարովայի մոտ հարցեր է առաջացնում։ Այս Զախարովայի Վաշինգտոնի կողմից առաջարկվող փոքրիկ ատոմակայաններ, այդ մոդուլային ատոմակայանները գոյություն չունեն։ Նրանք գոյություն չունեն նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքում, եւ դրանք գոյություն ունեն միայն թղթի վրա, ասում է Զախարովան։ Այստեղ էլ հստակ նկատվում է Զախարովայի խանդը։ Բայց նույն ժամանակ մեկ շատ կարևոր հայտարարություն ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջեյկոբ Խելբերը անդրադարձել է TRIP ծրագրին եւ հստակ ասում է Ամերիկայի Միացյալ Նահանգները պետքարտուղարի օգնականի մակարդակով, Թրամփի մակարդակով, Վենսի մակարդակով, նաեւ պետքարտուղարի մակարդակով ասում է, որ տարածաշրջանը փոխելու է TRIP ծրագիրը, ընդմիշտ փոխելու է տարածաշրջանը եւ հավասարակշռության եւ տնտեսական համագործակցության հիմք է դնելու TRIP ծրագիրը։ Այսինքն ժամանակները փոխվել են, ինչ ասում է ՀԱՊԿ-ը, ճիշտ հակառակը։ Հակամարտությունները պետք է լուծվեն, խաղաղություն պետք է հաստատվի տարածաշրջանում, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնականի խոսքերն են, եւ տնտեսական համագործակցություն պետք է ծավալվի բոլոր երկրների միջև, նաեւ այն երկրների, որոնք որ երկար տարիներ
պատերազմել են։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։